Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բայց ձեզ ավելի քան սա մենակ բանը չի Պարոն Բակոյան, Նիկոլ Փաշինյանը նախ այսպես Facebook-ում հրադադար էր հայտարարել այդ, որ այլևս հայրախոսությամբ չի զբաղվելու, հետո էլ ասում է եկեք կոնսենսուսի գանք, մեկս մյուսին չհայենք, ինչու անկարծ Նիկոլ Փաշինյանը այսպես որոշեց իր դիրքավորումը բանանել, ինչպես Ռուզանն է ասում, ինչու որոշեց կիրթ դառնալ։ Թույլ տվեք չհամաձայնել ձեր տված ձևակերպման հետ, որովհետև վստահ եմ դուք շատ լավ գիտեք եւ վարչապետը կիրթ է եւ կիրթ ձևանալ կամ կիրթ դառնալ հնարավոր չէ տվյալ պահին եւ եթե մարդու ընտանիքին բարբերաբար կպնում են եւ դուք նաեւ որպես լրագրողներ դա չեք դատապարտում եւ ինչ որ պահի երբ հակառակը ինչ որ պահից սկսած մարդը այն դեպքում երբ իր ընտանիքին շարունակում են նորից վիրավորել հայոյախառն արտահայտություններով եւ դրան արձագանքում է եւ դուք սկսում եք քննադատել, ես կարծում եմ պետք է նայել, ես կարծում եմ, որ պետք է երկու կողմն էլ ճիշտ ներկայացնել, երկու կողմն էլ ճիշտ ներկայացնել։ Մերի ջան, եկեղեցու մասին խոսք լինել չի կարող, որովհետև եկեղեցու մասին խոսք լինել չի կարող, որովհետև այս process-ները, որոնք տեղի են ունենում ոչ թե եկեղեցու հետ է, այլ եկեղեցական որոշակի գործիչներով է պայմանավորված եւ եթե նախկին սրբազանը ահաբեկչական ակտ է ձեռնարկում եւ դա բացահայտվում է, կարծում եմ խնդիրը այլ տեղում է եւ ես կարծում եմ, որ Աստծո տանը ծառայող մարդիկ պետք է ծառայեն Աստծուն եւ որևէ այլ process-ով Բակոյան, առավել եւս չզբաղվեն ահաբեկչություն, բայց հենց նույն գլխավոր դատախազությունը 2023 թվականին, երբ որ Դանիել Իոնիսյանը պաշտոնական գրություն էր ուղարկի ասել էր, որ Միքայել Սրբազանը ռազմական հեղաշրջման մասին ահաբեկչական հայտարարություն է տածում, ասել այդ արարքը հանցանք չէ։ Իսկ հիմա գլխավոր դատախազությունը առաջ է քաշում ու հիմնավոր մի փաստարկ ասում է նոր լույսի ներքո հանցագործություն է։ Սա է Հայաստանի Հանրապետության արդարադատությունը, այսպես են քրեակատարողական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության արդարադատությունը առավել քան անկախ է եւ 2023 թվականից հետո էլ մի շարք հոգեվորական նախկինում Միքայել Սրբազանին Նիկոլ Փաշինյանի գրառումները փաստաբաններն են արձանագրել հենց Նիկոլ Փաշինյանը թույլ տվեք ավարտել խնդրում եմ չէ թույլ տվեք ավարտել 2023 թվականից հետո էլ արվել են մի շարք հայտարարություններ հենց հոգևոր գործիչների կողմից, որոնք հիմք են հանդիսացել այն process-ների, որոնք տեղի են ունեցել։ Պարոն Բակոյան, ձեր չի մտահոգում, որ անընդհատ այս նմանատիպ գործերը նույն դա անունը հասակներն են, հա, անընդհատ մակագրվում այս գործերը, որը Հանրապետության կուսակցության նախկին անդամ է եղել, սա արդյոք այսպես արդեն որոշված չէ, որ միանգամից նա կալանք կգա։ Նարեկ ջան, Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգը առավել քան անկախ է, առավել քան երբևէ անկախ է եւ որևէ մեկը չի կարող միջամտել եւ ազդեցություն ունենալ մի միջամտել խնդրում եմ մի միջամտել որևէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ դատարանների վրա եւ դուք առնվազն ականատես եք եղել մի շարք դատավարական process-ների, որոնք գուցե նաեւ մեր սրտով տեղի չեն ունեցել։ Ամթակոնի դատավորին է մակագրվում, դա դուք արդյոք հարցեր չի առաջացնում ձեզ, ինչպես է լինում, որ քաղաքական Գիտեք, մի շարք հարցեր կարող են տարբեր իրավիճակներում առաջանալ, բայց հարցը չպետք է ինձ հասցեագրեք, հարցը պետք է հասցեագրեք համակարգին։ դուք չեք Չէ, նորից եմ ասում, ես ժպիտով կվերաբերվեմ անջան քո ասացին, բայց այն ինչ դուք ասում եք, որ մեզ չի ուզում, մեզ մի շարք հարցեր
պարբերաբար հուզում եմ եւ ոչ միայն մի շարք բազմաթիվ հարցեր են պարբերաբար մեզ հուզում եւ կարող է դատական համակարգի հետ կապված մի շարք հարցեր մեզ էլի հուզում։ Դες չի հուզում, որ մայրաթորը ԱԱԾ-ում ոստիկանական մեծ խմբով գնացին եւ շատերը դա գրող որակեցին։ Շատերը ովքեր են գրող։ Քաղաքացիները Գիտեք, ինչպես եք դուք ներկայացնում, Օրինակ ես Եղան կարծում եմ, որ ներողություն հավել եմ, ասում էր, որ մոլի նիկոլականներ էլ կային, ովքեր եկել էին պաշտպանելու եկեղեցին հարձակումից։ ներեցեք, բայց ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մոլի չեմ բնորոշի եւ հետեւաբար թույլ տվեք զերծ մնալ։ Բայց հարձակումը ինչպես Ինչպես? է գնահատում այդ իրավիճակը։ Դու կադրերը տեսել եք, Գիտեք, դուք հիմա նույն բառապաշարով եք խոսում, ինչ երեք Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարն էր խոսում եւ Տարօրինակ կապ Պարոն Բաքոյան, կապարացեցին սոցիոլոգիական հարցման տվյալներ, համաձայն որոնց եկեղեցին համարվում է Հայաստանում հանդգության շրջանում ամենաբարձր հեղինակությունը վայելող կառույցը։ Քանի որ գործընկերներս եկեղեցու սպասավորների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը համարում են հարձակում, արշավ եւ այլն, մենք չենք համարում դա մի հարց այս համատեքստում, եթե եկեղեցին ամենաբարձր հեղինակությունն է վայելում, ինչու հանրությունը փողոցները չի փակել ի պաշտպանություն եկեղեցու եւ այսպես սպոնտան ինքնաբուխ շարժման նորից թույլ տվեք եկեղեցու եւ կոնկրետ հոգեվորականների պաշտպանությունը ինչու են փողոցները այս անգամ դատարկ նորից թույլ տվեք չհամաձայնել, որ որևէ հարցակում որևէ տեղի վրա, այդ թվում եկեղեցու վրա չկա, կա հարց պայմանավորված մի շարք հոգեվորականներով, ովքեր հեղաշրջման կոչեր են արել, ովքեր պլանավորել են երկրում ահաբեկչական ակտ իրականացնել, խոսքը սրա մասին է եւ կան գործիչներ, ում աշխատանքը գնահատվում է ոչ պատշաճ եւ տրվել են հարցեր, այդ հարցերին չի տրվել որևէ պատասխան։ Պարոն Բաքոյան, ներողություն, հարցիրավությունը ինչու է այդ դեպքում բարձր հեղինակություն վայելող գործողությունները սրբապղծություններ մայրաթորը։ Գիտեք, ես ուզում եմ այն քաղաքական գործիչներին, որոնք գոյություն չունեն, չմեկնաբանել։ Իրոք թույլ տվեք ես ավարտեմ իմ հարցի պատասխանը, բայց դուք չեք Համեցեք։ Պարոն Բաքոյան, վերադառնալով իմ հարցին, պարոն Բաքոյան, Ես այստեղ կուզեի անդրադառնալ իրավապահների աշխատանքներին եւ հույս ունեմ, որ այն քաղաքական գործիչները, ովքեր իրենց սպառել են եւ քաղաքական աղբամանում են վաղուց գտնվում եւ որոնք ժամանակին զբաղվել են կոռուպցիայով, իրենց նախարար եղած ժամանակ եւ ձեռք են բերել այնպիսի բնակարաններ, որոնց արժեքը միլիոնավոր դոլարների է հասնում եւ ցոփ ու շվայտ կյանք են վարում, ես կարծում եմ, որ այն մարմինները, որոնք մեր իշխանության ժամանակ անկախություն են ստացել, պարտավոր են զբաղվել նաեւ այս քաղաքական գործիչներով եւ այն ինչ իրենք ժամանակին խլել են ձեզանից յուրաքանչյուրից, մեզանից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից յուրաքանչյուրից, պետք է վերադարձնեն, կրկնում եմ, պետք է վերադարձնեն ժողովրդին եւ պետությանը։ Փաշինյանի մեկ հրահանգով Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց, հիմա հեծն եք այստեղ խլելու հարցն եք քննարկելու ու խոսում եք արդարադատությունից։ Ընդամենը մեկ հրահանգով դուք ԲԴԽ նախագահ եք փոխում, ընդամենը մեկ SMS-ով, ինչի մասին է խոսքը։ Ինչ արդարություն։ Ես ձեզ օրինակներն եմ բերում, այս տիրույթում է ձեր արդարությունը։ Ձեր հարցը կձևակերպեք։ Ես ասում եմ, նշված օրինակների տիրույթում է ձեր արդարադատությունը։ Խնդրում եմ հարցը կոնկրետ ձևակերպում եմ։ Ձևակերպեք։ Կոնկրետ ձևակերպում եմ հարցը։ Ձևակերպեք։ Արդարադատությունը մեկ հաղորդագրությամբ եւ մեկ գրառմամբ Սամվել Կարապետյանին ձերբակալելով էլ դրսևորվում, հեծը նրանից մեկ հրահանգով խլելու փորձերով է դրսևորվում։ Դուք նորից իրականությանը չհամապատասխանող հարցադրում եք անում եւ
էմոցիաները կամ խնդրում եմ բայ հետո ո՞րն է էմոցիան։ Ես ասում եմ ուղիղ գրառումներ են եղել։ Անիջան հարցեք տվեք։ Ես ասում եմ հարցը չեք պատասխանում։ Հարցեք տվեք։ Դե պատասխանեք հարցին։ Անջան ես եմ որոշում պատասխանել թե չէ, սա Դե ասեք չեմ պատասխանում։ Անիջան կլինի որ դու հարցը տալուց հետո դուք հարցը տալուց հետո բարի լինեք լսել իմ պատասխանը։ Կլինի որ դուք լսեք։ Կլինի որ լսեք, խնդրում եմ կլինի որ լսեք։ Դուք նոր էմոցիաներից եք կլսեք պատասխանը։ Դե խնդրում եմ լսեք, հարցեք տվեք, բարի եղեք լսեք։ Սամվել Կարապետյանի մասով ես չեմ կարծում եւ չեմ համարում, որ մեկ գրառումով դա տեղի ունեցել։ Ես կարծում եմ դրա մասին բարձաբանումներ տրվել են եւ այնինչ հեծը իր գործունեության ընթացքում հատկապես վերջի շրջանում իրականացնում էր, դրանք վիճահարույց են եւ խնդիրներ կար եւ նաեւ հանձնարարված էր, որպեսզի հեծին Հետը այլևս մի ամսվա ընթացքում այն խնդիրները, որոնք գոյություն ունեն եւ այն անջատումները, որոնք տեղի են ունենում, մի ամսվա մեջ ժամանակ էր տրված, որ դրանք կարգավորվեն։ Բայց դրանք չեն կարգավորվում։ Երբ որ այդ մի ամիսը ավարտվել է, այդ հենց ավարտվելու ժամանակահատվածում նաեւ հետի սեփականատերը քաղաքական հայտարարություններ է անում, ըստ էության այն խնդիրները, որոնք չեն լուծվել հեծում եւ տրված մի ամիսը երբ լրացել է եւ հետեւաբար հարցեր էին առաջանալու հեծի հետ կապված եւ քաղաքական հայտարարություններով քաղաքական հայտարարությունները արվում, որպեսզի պայմանավորեն քաղաքական դրդապատճառներով հեծի ազգայնացման ծրագիրը։ Սա այն պատասխանը, որ դուք ասեցիք, որ մեկ ամիս ժամանակ է տրվել, որ ըստ էության այն առկա խնդիրները, որոնք կային հեծում, լուծվեն, չեն լուծվել։ Կառավարության 5-ամյա ծրագիրը մեծ մասամբ չի իրականացվել։ Ինչ պետք է հետևի այս գործընթացին։ Կառավարության 5-ամյա ծրագիրը ընթացքի մեջ է եւ 2026 թվականին ծրագրում Արցախը ես խնդրում եմ 2026 թվականին նոր ավարտվում է եւ ասել որ 2025 թվականին դեռ ավարտված չէ կառավարության 5-ամյա ծրագիրը կարծում եմ դեռ շուտ է։ Այսինքն դեօկուպացիայի սպասել, դեօկուպացիայի Արցախի սպասել, Շուշիի Հադրութի դեօկուպացիայի սպասել։ Կարծում եմ Լեռնային Ղարաբաղի մասով հարցերը դրանք ստացել են բավարար պատասխաններ եւ հիմա եթե որևէ այլ հարցեր ունեք, ապա խնդրեմ։ Դուք դատական եւ իրավական համակարգի անկախությունից եւ արդարությունից եք խոսում, նաեւ այստեղ մեր հնչեցրած հարցերին պատասխանացում եք էմոցիոնալ է, չոր իրավական տերմինաբանությամբ եթե գնանք, Միքայել Սրբազանի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է հունիսի 17-ին, այդ ընթացքում նա չի ծանուցվել եւ միայն հունիսի 25-ին ազգային անվտանգության ծառայությունը տեղեկանալով, որ նա գտնվում է Վեհարանում, հարցակում են իրականացնում Վեհարանի վրա։ Հիմա սա է ձեր պատկերացրած եւ սա է իրականացնում Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական համակարգը։ Եթե ես չեմ սխալվում, իրավապահները դրա նախորդող գիշերը եղել են առաջնորդարանում մի օրը առավոտյան են եղել եւ Միքայել Սրբազանը ոչ առաջնորդարանում, այլ եթե ես չեմ սխալվում, եղել են Գյումրի քաղաքում եւ արդեն առավոտյան նաեւ տեղեկանալով որ Միքայել Սրբազանը գտնվում է այդ վայրում այցելել են Չէ, դուք դեպքերը խառնում եք, բայց ես ասում եմ, Միքայել Սրբազանը չի ծանուցվել, քրեական գործը հարուցվել է հունիսի 17-ին, նրանք միայն որոշում են հունիսի 25-ին ձերբակալել։ Ձեր հարցին հստակ հետեւյալ կերպ պատասխանեմ, որ դատական համակարգը որևէ մեկի կողմից չունի ազդեցություն եւ ձեր այս հարցը հստակ ուղղված է դատական համակարգին եւ այն մարմիններին, ովքեր այդ գործողությունները իրականացրել